Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Արցախի նախկին պետնախարար երրորդ շաբաթը հացադուլանող Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, հացադուլը չի դադարեցնում։ Հացադուլը շարունակում է նաև ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, Բաքվում գերիներին ազատելու ուղղությամբ իշխանության ջանքերին Թանդիլյանը չի հավատում։ Այս ամենի մեղսակից են իրենք։ Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող աջակցության ծրագրերը, տուն ու տեղ կորցրած արցախցիները չգիտեն ինչպես են գոյատևման հարց լուծելու։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները հրապարակային առճակատման մեջ են 2018 թվականի իրադարձությունների թեմայով։ Սիրիայում դարձյալ արյունալի բախումներ են նախկին նախագահ Ասադի կողմնակիցների և Սիրիայի նոր իշխանությունների միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ։ Դատում են ոչ թե մեզ, այլ բոլոր հայերին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ընտանիքի միջոցով։ 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի Միջանցքի Հակարիի կամրջի անցակետից գերեվարված Վարդանյանը արդեն 18-րդ օրն է շարունակում է հացադուլը։ Անդրադառնալով իր այդ ծայրահեղ քայլին, նա նշել է, որ սա բողոք է կեղծիքներով և նենգափոխումներով լի դատական պրոցեսի դեմ։ Իր աուդիո ուղերձում նա այնուամենայնիվ հույս է հայտնում, որ փոխադարձ թշնամանքը և կուտակված ատելությունը մի օր կհաղթահարվի, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Արցախցիներ և հայեր բոլորի հետ միասին մենք ամեն ինչ հաղթահարելու ենք։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հայերենով ու ռուսերենով մոտ 12 րոպեանոց աուդիո ուղերձ է փոխանցել, հայտարարել պատրաստ է գնալ մինչև վերջ։ Արցախի նախկին պետնախարարի խոսքից հասկանալի է դառնում, որ ձայնագրությունն արվել է մարտի 5-ին։ Արդյոք Կարմիր խաչի այցելության ժամանակ է ընտանիքի հետ կապ հաստատվել, պարզ չէ։ Միջազգային կառույցը վերջին անգամ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերին այցելել են փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանն արդեն սկսել էր հացադուլը։ Ուղերձում Վարդանյանը հայտարարել է, իրեն 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում։ Պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու։ Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության ու հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի։ Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Վարդանյանը բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել։ Անուղղակի, բայց նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին անդրադարձել։ Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում, հարևանների հետ խաղաղությամբ ու հարգելով միմյանց։ Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված։ Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Չնայած դադարեցնելու հորդորներին, Վարդանյանը համախոհների փոխանցմամբ 18-րդ օրն է շարունակում է հացադուլը Բաքվի բանտում։ Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք։ Նա բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսայանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ։ Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների և կեղծված ապացույցների մասին։
жертвы, и меня не надо жалеть, потому что... Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ։ Իմ գործը արհեստականորեն մի առանձնացրեք։ Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները։ Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գաջետները, իմ բոլոր փաստաթղթերը։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Не делайте сюда судилище, имитацию шоу. Արցախում բացառապես քաղաքական պետնախարարի պաշտոնը, այն էլ ընդամենը 3 ամիս զբաղեցրած Ռուբեն Վարդանյանին, Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում, բայց նա չհուսահատվելու կոչեր է անում, ներողություն է խնդրում չարածի համար, շնորհակալություն հայտնում աջակցության, այդ թվում, ինչպես նշել է, մեծ թվով ադրբեջանցիներից, ում Բաքվում առնչվել է եւ ովքեր չեն կորցրել իրենց մարդկային կերպարը։ Не знаю, будет ли у меня еще возможность пообщаться с вами, и поэтому хочу попросить прощения у всех. Չգիտեմ, էլի ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու։ Ռուբեն Վարդանյանը կարծում է Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների հետ Բաքվի բանտ ընկած Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանն իր պատճառով է այնտեղ հայտնվել։ Նա խնդրել է Մանուկյանի կնոջն իրեն ներել։ Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Մանուկյանին ձերբակալել էին Արցախի վրա 2023-ի ադրբեջանական հարձակումից հետո սեպտեմբերի 27-ին, երբ Դավիթ Մանուկյանի մեքենայով փորձում էին հատել Հակարիի կամուրջն ու գալ Հայաստան։ Человек, который хочет жить, который хочет любить и который хочет продолжать свою деятельность, но Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել եւ շարունակել իր գործունեությունը, բայց ես կարծում եմ, որ այն ինչ անում եմ ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք։ 56-ամյա Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում որևէ ակնարկ չի անում հացադուլը դադարեցնելու մասին։ Վերջին դատական նիստից տարածված լուսանկարներում նա ակնհայտ հյուծված տեսք ուներ, իսկ դրանից առաջ էլ դեմքին առերևույթ կապտուկներ եւ վերք կար։ Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել էր, թե Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում։ Բաքվի ռազմական դատարանում Վարդանյանի գործով հաջորդ նիստը մարտի 11-ին է նշանակված։ Ազատության հրապարակում 7-րդ օրն է հացադուլ է անում ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը, խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը։ Վարդանյանի այս ուղերձից հետո էլ Հանդիլյանը ասում է կշարունակի ակցիան, իսկ իշխանությունների հայտարարություններին, թե առանց շատ բարձրաձայնելու, բայց ջանքեր են գործադրում Բաքվում գերիներին ազատելու ուղղությամբ, Ռուբեն Վարդանյանի աջակիցը չի հավատում։ Տիկին Հանդիլյան, իշխանության ներկայացուցիչներ ձեզ այցելել են։ Ես շատ հույս ունեմ, որ չեն էլ համարձակվի այս տարածքով անցնել նույնիսկ։ Նրանք շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը այն ամենին, ինչ նրանք անում են, եւ ամենևին մտքներով չանցնի։ Գիտեմ, չեն էլ գա, դա չի հարցը, բայց մտքներով անգամ չանցնի այստեղ հայտնվել, որովհետեւ այս ամենի մեղսակից են իրենք մեղսակիցներ են։ Եղավ տեղեկություն, որ մարդու իրավունքների պաշտպանն է հացադուլավորների հետ հանդիպել ազատության հրապարակի։ Ես նրան չեմ հանդիպել եւ կրկնում եմ, նա նույնպես ինձ համար ԿՊ-ի ներկայացուցիչ է եւ վատագույն մի բա Հայաստանի, ես քննարկելիք խոսելիք չունեմ նրա հետ, թող զբաղվի գերիների հարցերով։ Իսկն եկել է չեք ընդունել իրեն։ Այո, եկել է չեմ հանդիպել։ Տիկին Հանդիլյան, վարչապետի արտգործնախարարի բացատրությունը եղավ նախորդին խորհրդանի հետ հարց ու պատասխանի ժամանակ, որ լուրջ չեն այդ հարցը բարձրաձայնում են միջազգային հանդիպումներում, Արադ Միրզոյանն իր վերջին ելույթներն էր վկայակոչում, որտեղ հնչեցրել է գերիների մասին։ Գիտեք ինչքան զուսպ է եղել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբանների թիմը այս 500-ից ավել օրերին։ Նկատած կլինեք, որ երբևէ չեն խոսել, թե իշխանությունները պիտի որևէ բան անեն, ինչը մենք բոլորս հասկանում ենք, որ իշխանությունները պիտի որևէ բան անեն։ Եվ նրանք փորձել են ուղղակի այլ միջոցներով փորձել հասկանալ, արդյոք այս իշխանությունները կարողանալու են այն գործիքակազմերը անելու են, օգտագործելու են այն գործիքակազմերը, որոնց մասին ի վերջո արդեն ճար չունենալով հրապարակային ասել են, թե ինչ գործիքակազմ կարող է ունենալ պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
հայ մարդու արժանապատվությունը այնտեղ դատվում, հայ ժողովուրդն է այնտեղ դատվում։ Հասկանում եք, որ այն հատորները, որոնք գրում են մեր հայրենակիցների վրա, դրանցով դուք հարգելի Կարլեն, եթե այցելել եք Արցախ, դուք խախտել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ձեզ կարող են որևէ տեղ բռնել, արտահանձնել Ադրբեջան, նստացնել նույն հոդվածներով։ Հայ ժողովրդի դատ է այնտեղ գնում։ Եվ ինչ է անում իշխանությունը այդ մասով։ Ինչ որ պահի միտեղ մի հայտարարություն ձեր Չէ, պահանջներով։ դե ասում են 150 գերի ենք ունեցել, նրանց ով է հետ բերել, որ իրենց ջանքով են հետ եկել։ Դուք վստահ եք դրանում, ես ոչ։ Գեոպոլիտիկ տարբեր շահեր են եղել, տարբեր ազդեցություն ունեցող մարդիկ են միջամտել, տարբեր երկրներ։ Կոպի վրա են վետո դրել, այդ պայմանով բերել են, դա ջանք չի տիկին։ Կոպի վրա վետո չեն դրել, բոլորին չեն բերել։ Այդ դեպքում բերեին բոլորին։ Հետևաբար այն գործիքները, որոնք առկա են, լիարժեք չեն օգտագործում եւ դա փաստ է, հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, չէ, սկսել են լուծարել։ Կլինի դրա դիմաց գերիներին հետ պահանջել։ Օրինակ, ինչի ենք հրաժարվում գործիքներից դիմացը ստանալով ոչինչ։ Եվ նորից եմ ասում, եղել են նաև այլ միջնորդություններ, որ Ալիևը դա անի, որովհետև կոպ այնտեղ այո չէր կարող տեղի ունենալ, այդքան մարդ գնալ այնտեղ իմանալով ինչ որ բան Ալիևը ի վերջո արել է միջազգային ճնշման միգուցե ներքո։ Կրկնում եմ, ես վստահ չեմ ամենևին, որ դա իրենց ջանքն է, որովհետև այս իշխանություններից ստախոսությունը սահման չունի, կարմիր գիծ չունի։ Նրանք լավ արդյունքները կարող են վերագրել իրենց եւ այդպիսին են։ Իսկ ինչ որ վատա դա նախկինն է կամ ինչ որ եղանակն է վատ եղել կամ չգիտեմ ես ինչքան ջուն եկավ կամ չգիտեմ մեկն է անցել ինչ որ բան ասել բոլորը մեղավոր են բացի իրենցից երբ որ ամեն ինչ վատ է նաև գերիներն են մեղավոր որ գերի են ընկել Անետ Հանդիլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Ազատության YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Իսկ ես հիշեցնեմ, որ գերիներին ազատելու ջանքերի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 2 օր առաջ խորհրդարանում։ Նա նշել է, որ Բաքուն արգելված միջոցներ է կիրառում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ։ Փաշինյանը վստահեցրել է, որ դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է։ Հայաստանի կառավարությունը իդեմս արտաքին գործերի նախարարությամբ հանդես է եկել հստակ գնահատականով եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ մեր դիվանագիտությունը անում է այն ինչ հնարավոր է եւ նաեւ ուզում եմ ընդգծել որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով Արդյոք Երևանը պատրաստվում է վերանայել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերի հանդեպ իր վերաբերմունքը ինչ հայտարարություններ այս հարցով չկան օրերս Պաշտոնից հեռացավ Բաքվի դեմ Երևանի հայցերը միջազգային ատյաններում ներկայացնող Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չհամաձայնեցված կետերից մեկը հենց միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելուն է վերաբերում Արտգործնախարարությունը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական առաջարկներին եւ հայկական կողմը կվերանայի երկու չհամաձայնեցված կետերի շուրջ դիրքորոշումը։ Արտաքին գերատեսչությունից Ազատությանն ասացին, այս հարցերին դեռ չեն անդրադառնում։ Նախագծի 12-րդ խմբագրումը Բաքուն Երևան ուղարկեց մոտ 10 օր առաջ եւ այն ստանալուց 3.5 ամիս անց, չընդունելով չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանի առաջարկները։ Վիճակագրությունը չի փոխվել։ Կա 17 հոդված, 15 համաձայնեցված է, 10 ներողություն, երկուսը չհամաձայնեցված։ Հիմա երկուսը չհամաձայնեցված է։ Ինքը չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող է ունենալ։ Կարող է իրենք շարունակում են մնալ չհամաձայնեցված եւ հետեւաբար իրենց վրա աշխատանքը պետք է շարունակել։ Անցած շաբաթ վարչապետը երեկ էլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց։ Բաքվին պատասխանելու ուղղությամբ հայկական կողմն աշխատում է։ Այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելուն, մյուսը սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Երկու կետերն էլ խաղաղության պայմանագրի նախագծում քննարկվում են Բաքվի առաջարկով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, պատրաստ են սահմանազատված հատվածներից հանել երրորդ երկրների ներկայացուցիչներին։ Ընդունելի էր համարել նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայցերի հետ քաշումը։
մի շեշտադրմամբ, որ դրանից հետո կողմերը նույն հարցերը չպետք է դարձնեն էսկալացիայի աղբյուր։ Եթե Եվրամիության դիտորդներին սահմաններից հանելու հարցում իշխանության հետ քայլը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, ապա հայցերը հետ քաշելու դեպքում հակառակը։ Ադրբեջանի կողմից ճնշումների դեպքում ես չեմ բացառում, որ Հայաստանը պատրաստ կլինի առանց որևէ նախապայմանի հայցերը հետ քաշել միջազգային իրավական կառույցներից, բայց կարծում եմ առնվազն փորձելու են պահպանել փոխադարձության սկզբունքը, այսինքն եթե Երևանը հետ կանչի, Բաքուն եւս առնվազն գոյություն ունեցող հայցերը պետք է հետ կանչի։ Որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում հնարավոր է Երևանը նոր մոտեցումներով հանդես գա, այս շաբաթասկզբին ակնարկեց ազգային ժողովի նախագահը։ Ուժադարձությունները անենց արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս, չես կարող ասել։ Կարող են շատ նորություններ տեղի ունենան եւ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ մեր պատասխանը գնա Ադրբեջանի այս շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագրի։ Օրերս պաշտոնից հեռացավ Բաքվի դեմ Երևանի հայցերը միջազգային ատյաններում ներկայացրած Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հայցերը հետ կանչելու հարցում Կիրակոսյանը իշխանության տեսակետը ըստ էության չէր կիսում։ 2 ամիս առաջ Ազատությանն ասել էր՝ իրավական վեճերը ոչ թե խանգարում, այլ հակառակը կարող են նպաստել խաղաղության հաստատմանը։ Պաշտոնը լքելու մասին Կիրակոսյանը երեկ խոսեց առանց այս թեմային անդրադառնալու։ Իշխանությունից էլ վստահեցնում են, թե այդ երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն։ Տիգրան Գրիգորյանը մինչդեռ կարծում է Կիրակոսյանի հեռանալը կապ ունի հայցերը հետ քաշելու հարցի հետ։ Վստահաբար այդ որոշումը պայմանավորված է հենց Հայաստանի կառավարության պատրաստակամությամբ գնալ այդ լուծումին։ Այդ անհամաձայնությունը առկա էր վերջին ամիսների ընթացքում եւ ես որևէ կասկած չունեմ, որ պարոն Կիրակոսյանի որոշումը հենց այդ հարցի հետ է կապված։ Երևանի եւ Բաքվի միջև բանակցվող փաստաթղթի 17 կետերից 15-ի համաձայնեցման մասին կողմերը դեռ անցած տարի հայտնեցին։ Հայ պաշտոնյաները այդ փուլում առաջարկում էին խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված հոդվածներով, չհամաձայնեցվածների շուրջ քննարկումը թողնելով ապագային։ Բաքուն մերժեց, կողմերը շարունակեցին չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը։ Այժմ քննարկումները հենց այդ հարցերի շուրջ են, բայց առանց բանակցողների դեմարդեմ հանդիպումների։ Արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը զգալի կրճատվելու է արդեն հաջորդ ամիս։ Փոխարենը կառավարությունը ավելի փոքր մասշտաբի նոր ծրագիր կսկսի։ Բռնի տեղահանված տուն ու տեղ կորցրած արցախցիները չգիտեն ինչպես են այդ գումարով կարողանալու տուն վարձել։ Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դեռ անցած տարեվերջին էր գործադիրը որոշել։ Ապրիլից մինչև հունիս աջակցության չափը դարձնել 40,000 դրամ, հուլիսից դեկտեմբեր արդեն 30,000 դրամ։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Բայց այս աջակցությունից ի տարբերություն գործողի սահմանափակ թվով տեղահանվածներ են օգտվելու։ Միայն անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածներն ու առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործողին զուգահեռ ավելի փոքր գումարի չափով ու գրեթե 9 անգամ ավելի քիչ շահառուներ ընդգրկող նոր աջակցության ծրագիր է մտադիր ընդունել։ Այն նախատեսված է 11,430 անապահով տեղահանվածի համար։ Հանրային քննարկման դրված նախագծով պետությունն առաջարկում է 40,000 դրամ աջակցություն տալ ընտանիքի միայն 1 անդամի, իսկ մյուսներին 10,000։ Տեղահանվածներից ոմանք արդեն հասցրել են ծանոթանալ 3 հանրային քննարկման դրված նախագծին։ Ստեփանակերտից Գոհար Հայրյանի ընտանիքը տարակուսած է, ինչ են անելու մարտից հետո, երբ զրկվեն աջակցության մեծ մասից։ Հաշվել է 8 հոգանոց ընտանիքը ներկայիս 400,000 դրամի փոխարեն ապրիլից 110,000 դրամ է ստանալու։ Դրանով ոչ մի արցախցի չի կարա տան բարձ տա, կոմունալ տա, սնունդ իր ապահովից չի կարա։ Քանի որ նայա տուն կա 2 հոգի են։ Դավարձը ոնց տա, ոնց կոմունալ մուծի։
Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում։ 43-ամյա կինն ասում է, աշխատավարձով ընտանիքի սննդի ու երեխաների դպրոցական ծախսերն են մի կերպ կարողանում հոգալ։ Իսկ պետության տված 50,000-ական աջակցությամբ տան վարձը, կոմունալները ու դեղերի գումարներն են վճարում։ Այլ ծախսերի դեպքում ընտանիքը խնդրի առաջ է կանգնում։ Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն։ Մեծ տղես հիվանդացած, արի հիվանդանոց, ոչ փախստականի կարգավիճակը օգնեց, ոչ Արցախից տեղահանված որպես չէ, գնացի հիվանդանոց, մուծումները պիտի անեցվաղ, փաստ էնա, որ ես էլ եմ հիվանդացել, երկրորդ տղես էլ հիվանդ, բազմիկ չեն կարողանում գնանք։ Համացանցում բազմաթիվ են դժգոհությունները։ Նախագիծը բոյկոտելու վերաբերյալ միայն մեկ հրապարակման տակ դրա դեմ արտահայտվել է գրեթե 1700 օգտատեր։ Այս ամբողջ ընթացքում այն հանրային աղմուկը, որ բարձրացվել էր, որ 40+10 ծրագիրը պետք է լինի շարունակական, փորձում են որպես այլընտրանք ներկայացնել այս ծրագիրը, որը իհարկե շատերի համար անընդունելի է։ Սոցհաբի նախագծի դեմ համացանցում բոյկոտի ակցիա սկսած Լիաննա Պետրոսյանը կարծում է 50,000-ական աջակցության ծրագիրը կառավարությունը պետք է պահպանի բոլոր տեղահանվածների համար։ Արցախցի հասարակական գործիչը հիմնավորում է, նրանց մեծ մասը վարձով է ապրում ու փաստացի անապահով է։ Հենց կառավարության պատասխանատուների կողմից բազմիցս հնչել են արտահայտություններ, որ այս ծրագրերը պետք է բնակ վարձի տրամադրման կեցության կացության ծախսերը հոգալու գումարները պետք է տրամադրվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ տանիքով չեն ապահովել։ Բայց մենք տեսնում ենք, որ բնակապահովման ծրագիրը մեկնարկել է մայիսին 24 թվականի առ այսօր հայտարարակ թվեր են, ցուցանիշներ են, իսկ դրան հակակշիռ որևէ այլ ծրագիր չկա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում չեն հասկանում քաղաքացիների դժգոհության պատճառը։ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը շեշտում է, թե սա լրացուցիչ աջակցության ծրագիր է, որից օգտվելու հնարավորություն կարող են ունենալ գործող աջակցությունից զրկված որոշ քաղաքացիներ։ Ապրիլի 1-ից լրացուցիչ այն ընտանիքները, ովքեր չեն շարունակի ստանալ, ամեն անձինք, ովքեր չեն շարունակի ստանալ գործող այդ 40,000 դրամը, եթե այս շահմանում բավարարեն այս անապահովության շեմին, լրացուցիչ այսքան գումար։ Հրապարակ խնդիրներ լուծելու համար։ Նախարարության պաշտոնյան պնդում է, թե պետությունը պատրաստվում է այլ աջակցության ծրագրեր ևս իրականացնել, առանց հստակեցնելու, թե ինչ ծրագրեր են լինելու, ինչ ժամկետներով ու քանի շահառուի համար։ Մարդկանց ակտիվացնելու, աշխատանքի տեղավորելու կան ինչ որ բաներ նորից մտածում են։ Տեղահանված արցախցիները դժգոհում են նաև կառավարության մեկ այլ բնակարանային ապահովման ծրագրից։ Դրանով ընտանիքի ամեն մի անդամին 4 միլիոնից մինչև 5 միլիոն դրամ են առաջարկում տուն գնելու կամ կառուցելու համար։ Սակայն շատերը դժվարանում են այդ գումարով տուն գնել, անգամ սահմանամերձ գյուղերում։ Նախկին երկու նախագահների Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների տարաձայնություններն արդեն անթակույց են հրապարակային և վերաճել են առճակատման։ Այս ավելի սուր փուլի հիմնական թեմաներից է 2018 թվականի հեղափոխությունը և այն ստվերային դերակատարությունը, որ դրանում կարող էին ունեցած լինել երկու գործիչների աջակիցները։ Սերժն է բերել Նիկոլին այդ հեքիաթային և շինծու թեզը, արդեն ակնհայտ է դառնում, որ ստեղծվել է և տիրաժավորվել է համապատասխան գրասենյակից։ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը նկատի ունի երկրորդ նախագահի գրասենյակը։ Մի քանի օր է երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցները հրապարակային առճակատմամբ հարցեր են պարզում։ Գլխավորը ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ինչպես ընդվզող մի խումբ վերածվեց լայն զանգվածի, ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարեր ու 2018-ին երրորդ անգամ չառաջադրվեր։ Այո, ուզենք թե չուզենք հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու։ Երկրորդի գրասենյակը փաստորեն Բիկովի ֆիլմը հիշեցի, Բոյի դուտ ադնի ստարիկի։ Մարտի են հետել ծեյունիներին, հա։ Նախկինների վեճը հասավ անգամ խորհրդարանական հարթակ։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը 3 ազգային ժողովի ճեպազրույցների դահլիճից արձագանքեց քաղաքական հակառակորդներին։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարող էին չհանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք, ավելի վճռական կլինեինք։ Հեղափոխությունը, հեղափոխություն կոչվածը նախ եւ առաջ արտաքին ուժերի
ճնշումների, գունավոր հեղափոխության եւ Հայաստանի ներսում քաղաքական բազմաթիվ դերակատարների հանրապետականի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ կեղծիք սուտ տարածելու արդյունքեր։ Նախկին նախագահների թեժ բանավեճը շարունակվում է թիմերի առանցքային դեմքերի մակարդակով։ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն է ծավալուն հոդվածներով վերլուծում դեպքերի զարգացումները, ակնարկում 2018-ի հանրահավաքներին Քոչարյանի մերձավորների մասնակցության մասին։ Սերժ Սարգսյանի հետախուզվող Փեսան Վատիկանում նախկին դեսպանը խառնվեց Փաշինյանին բերողի ուրվականի փնտրտուքին։ 2018-ին հեղափոխություն է եղել, Facebook-յան իր էջում գրել էր Միքայել Մինասյանը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ։ Իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Իսկ ո՞րն է եղել արդյունավետ կառավարումը ըստ իրենց։ Ինքը եղել է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ այն ժամանակ գոնե, որը շատ երկար ժամանակ հանրապետականի հետ եղել է կոալիցիայում։ Հարգելի ընկերաղվան, այդ որ երեք այդ թուղթը ձեռքդ բրիֆինգ էր տալի։ Հիմա դա անձնական հավատարմության դրսևորում էր, սեփական կարծիքի արտահայտության դրսևորում էր, թե այլ տիպի կախվածության դրսևորում էր։ Թե ինչու հանրապետականը արտահերթ ընտրությունների չգնաց, Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս հարցնել նրան, ով Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ մեկուսարանում հանդիպեց ընդդիմության առաջնորդ Փաշինյանին։ Հանդիպողը վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Հիմա ինչ որ մարդիկ տողատակերում ու արդեն նաև բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Որն է այս հրապարակային վեճի նպատակը, ինչ են շահում դրանից նախկին նախագահների թիմերը, որ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի հրապարակային հարթակներում միասնական են եղել։ Ջենտլմենական չէ, էլի, մարկանց հետ 7 տարի շփվեք, խրամատում կռվեք, նիկոլիզմի դեմ պայքարեք, հենց մենք կանգնենք ասենք կոնկրետ ես եմ մարդ ու ես նույն ով որ կասի Սերժը կամ հանրապետականը նպատակային բերել է Նիկոլին, իրանք ասեն, ցավը տանեմ Շարմազանով ջան, մենք դեռ այդ կապ չունենք, իհարկե, բայ, այդ շան տղեկը ցես բանին ասում, մենք կապ չունենք, մենք էլ հիմա տեսնում ես, որ ոչ մենք կապ չունենք, իրանք են գեներացել։ Արձանագրել տարանջատումն ու գործել գլխավոր ուղղությամբ։ Երկրորդ ու երրորդ նախագահների թիմերին հորդորում է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը։ Գլխավոր խնդիրը Նիկոլն է։ Ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Հիմա Նիկոլ ամենացածր վարկանիշն ունի։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Նախ մենք միաձուլված չենք եղել, որ մի հատ էլ տարանջատվենք։ Եթե ոմանք մտածում են ընտրություններում շատ ձայն հավաքելու մասին, մենք ես ու հանրապետականը մտածում ենք հայրենիք ունենալու մասին։ Տարանջատում հանուն ընտրության, այսպես է մեկնաբանել Աղվան Վարդանյանի տեքստը Արմեն Աշոտյանը։ Տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Հինգշաբթի ուշ երեկոյան բախումներ են սկիզբ առել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար Ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև, հայտնում է Reuters-ը, նշելով, որ սա ամենաարյունալի ընդհարումներն են Բաշար Ասադի ռեժիմի տապալումից ի վեր։ Վերջին տեղեկությունների համաձայն Սիրիայի նոր իշխանություններին աջակցող զինյալների թիրախում են երկրի բնակչության շուրջ 12% կազմող ալավիները։ Նրանց բնակության հիմնական շրջաններում Լաթաքիայում, Տարտուսում և Հոմսում պարետային ժամ է հայտարարված։ Լաթաքիայի համայնքային կառույցներից հայերին հորդորում են այսօր տներից դուրս չգալ։ Քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախատեսված արևագալի ու հսկման արարողությունները չեղարկված են, դպրոցներում դասեր չկան։ Սիրիայում դարձյալ բախումներ են և երեք դրանք Լաթաքիայի ծովափնյա շրջաններից հասել են մինչև Հայաշատ այս քաղաքի կենտրոն։ Վերջին շաբաթները նաև Դամասկոսի ժամանակաշրջանի մեջ, այս անցնող անիմու օրերը Լաթաքիա Տարտու ծովափի շրջանի մեջ, ինչ որ pedagogan աղբյուրներ գաղորդեն լրատվամիջոցներ, թե զինյալներու եւ ապահովական կառավարական ուժերու միջև բախումներ տեղի ունենան եւ մանոր հետևանքով այլ զոհեր վիրավորներ կարձանակրվին։ Հայկական համայնքի մեջ չկան զոհեր վիրավորներ, հայկական տաղամասերու մեջ բարձրապես ցայներ կլսվին։ Սիրիայի Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի խոսքով Լաթաքիայում նաև ջրի խնդիր է առաջացել։ Արտակարգ իրավիճակը պահպանվում է, պարետային ժամը երկարաձգվել է։ Մինչև արդյոք 10 դուրս չկան բնակիչները, այսօր արդեն պարետային ժամը երկարաձգված է
մինչև գիշեր։ Նախկին նախագահ Բաշար Ասադի հեռացումից հետո սա Սիրիայում ծավալված ամենաարյունալի բախումն է։ Ըստ Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի վերջին 24 ժամում 130 հոգի է մահացել երկու կողմից, նաև 7 խաղաղ բնակիչներ։ Նոր կառավարության անվտանգության ուժերի ու նախկին Ասադի ռեժիմի կողմնակիցների միջև հակամարտություն է բռնկվել, երբ Սիրիայի նոր իշխանությունները Իդլիբից ռազմական ստորաբաժանում են ուղարկել Լաթաքիայի Ջեբլա բնակավայր, որ ռուսական Հմեյմիմ ավիաբազայի կողքին է։ Այստեղ Ալևի փոքրամասնություններ են ապրում, Ասադների ծննդավայրն է։ Մի շարք հատվածներ նրանց հսկողության տակ են։ Ալևի ասադականներին զինաթափելու իշխանության ծրագիրը 3 արյունոտ հետևանքներ ունեցավ։ Սիրիայի լրատվամիջոցները գրում են, զինյալները կառավարական ուժերի շարքերից տասնյակ մարտիկների են սպանել, որից հետո էլ կառավարությունը երկրի տարբեր կողմերից զինված խմբեր է ուղարկել Լաթաքիա, Տարտուս, Հոմս, ու այդպես բախումները ծավալվել են Ալևիների գյուղերում բազմաթիվ զոհեր կան։ Մենք Հալեպի շրջանի անվտանգության ծառայությունից ենք, գնում ենք դեպի ափամերձ շրջաններ, որ ջախջախենք Ասադի մնացորդներին։ Նրանք Լաթաքիայում մեր եղբայրների վրա են հարձակվել։ Ասադին տապալած ու Սիրիայում իշխանություն վերցրած Ահմեդ Ալ-Շարայի մարտիկները կրոնական կոչերով են շարժվել դեպի բախումների վայր։ Ըստ սիրիական աղբյուրների կառավարության անվտանգության ուժերը նաև 25 ասադականների են գերեվարել։ Նրանց թվում Ասադի շուրջ 20 տարվա թիմակցի նոթուժի ղեկավար Իբրահիմ Հուվեյժին։ Սիրիական սանագործակալության փոխանցմամբ այսօր արդեն կառավարական ուժերը իրենց ամբողջական հսկողության տակ են վերցրել Լաթաքիան ու Տարտուսը։ Այսօր հայտարարություն է տարածել Սիրիայի Ալևիների համայնքի բարձրագույն խորհուրդը, ահազանգել կրոնական փոքրամասնությունները դաժան ճնշումների են ենթարկվում։ Լաթաքիայում, Տարտուսում տեղի ունեցածի հեղինակները պիտի պատասխանատվություն կրեն։ Սիրիայի ալևիները աջակցություն են ակնկալում Միացյալ Ազգերի կազմակերպությունից եւ իրենց հայտարարության մեջ պնդում Ասադի աջակիցների հետ որևէ կապ չունեն։ Իսկ Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խաթաբը X-ում գրել է, նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, բախումները ծրագրել են զինված ու անվտանգային ուժերի նախկին ներկայացուցիչներ, իսկ ցուցում տվողները Սիրիայից այն կողմ են։ Վերջին շրջանում կառավարական ուժերի ու Սիրիայի փոքրամասնություններից նաև դրուզների միջև էին բախումներ բռնկվել։ Զարմիկ Պողիկյանի գնահատմամբ խաղաղ երկխոսության կարիք կա, վերջերս այդպիսի միջանք եղավ, ազգային երկխոսության գագաթաժողով հրավիրվեց, ոչ մի օգուտ։ Գարշրջամ առաջ էր ազգային երկխոսության գագաթաժողով եղավ, հրավիրեց կողմեր գա չմասնակցեցան եւ այլն, այսինքն աշխատանք կդարվի այդ ուղղությամբ կառավարական ուժերի կողմը եւ ես կարծեմ ժամանակի հարց է, ժամանակի ընթացքին աստիճանաբար կմեղմանան այս լարվածությունները, որովհետեւ արդեն սուրո ժողովուրդը հոգնած է այս զինյալ բախումներեն։ Գիշերը ռուսական զանգվածային հարձակման թիրախում են եղել Ուկրաինայի էներգետիկ և գազային ենթակառուցվածքները, իսկ դիվանագիտական ջանքերում խաղաղության փնտրտուքը դեռ շարունակվում է։ Չի բացառվում, որ արդեն առաջիկա օրերին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպեն Սաուդյան Արաբիայի քաղաքներից մեկում։ ԱՄՆ նախագահը սպառնացել է նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինան հրթիռակոծելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ռուսական զորքը գիշերը կրկին հրթիռակոծեց ուկրաինական էներգետիկ և գազային ենթակառուցվածքները։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը հենց հիմա մարտի դաշտում ինտենսիվորեն հարվածում է Ուկրաինային, ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ բանկային պատժամիջոցների և մաքսատուրքերի լայնածավալ կիրառման հնարավորությունը, քանի դեռ ձեռք չի բերվել կրակի դադարեցման և խաղաղության վերջնական կարգավորման համաձայնագիրը։ Կիևը ողջունել է Թրամփի հայտարարությունը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումներն Ուկրաինայի վրա, պետք է բախվի տնտեսական և այլ սահմանափակումների։ Ուկրաինայի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը, ասել է Անդրեյ Երմակը։ Ռուսական հարձակումը տեղի է ունեցել նախագահ Զելենսկու ամերիկյան կողմի հետ հաջորդ շաբաթ հանդիպելու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Առնվազն 10 մարդ է տուժել, այդ թվում 1 երեխա, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։ Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին, ոչնչացնելով էներգետիկ և գազային ենթակառուցվածքները և չհրաժարվելով մեզ առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման թողնելու նպատակից, սոցցանցում գրել է Գերման Գալուշչենկոն։
Մինչ այդ երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ երեքշաբթի կհանդիպեն Սաուդյան Արաբիայում քննարկելու Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի նախնական տարբերակը։ Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք, X-ում գրել էր Զելենսկին, չհստակեցնելով թե ովքեր են լինելու Ուկրաինայի բանագնացները։ Սա կլինի Կիևի եւ Վաշինգտոնի առաջին շփումը Սպիտակ տանը երկու երկրների առաջնորդների սկանդալային հանդիպումից հետո, որի հաջորդող օրերին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրեց ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը հաստատել է հանդիպման մասին լուրը, հստակեցնելով կփորձեն հրադադարի նախագիծ մշակել։ Կարծում եմ նպատակն է մշակել խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև ժամանակավոր զինադադարի նախագիծը։ Մինչ այդ եվրոպացի առաջնորդները երեկ Բրյուսելում հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացման ծրագրին, ապահովելու Եվրոպայի անվտանգությունը եւ շարունակելու աջակցությունն Ուկրաինային։ Ծրագիրը, որով նախատեսվում է ԵՄ երկրներին մինչև 150 միլիարդ եվրո վարկ տրամադրել, դեռ պետք է հաստատվի, թե երբ հայտնի չէ։ Հանդիպման ամփոփիչ հայտարարության Ուկրաինայի վերաբերյալ մասին, սակայն Հունգարիան չմիացավ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ մեկ երկիրը չի կարող պառակտել միությունը։ 26 անդամ միասնական են այս հարցում եւ կշարունակեն աջակցել Ուկրաինային։ Միաժամանակ եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, արդար եւ կայուն խաղաղությունը բխում է նաեւ ԱՄՆ շահերից։ Եվ եթե ԱՄՆ նախագահը ցանկանում է հասնել դրան, ապա դա հնարավոր է միայն Եվրամիության եւ նրա անդամ երկրների աջակցությամբ, քանի որ նախապայմանները պետք է կատարվեն։ Զելենսկին իր հերթին երեկ Բրյուսելում նախանշել էր այն պայմանները, որոնցով Կիևը պատրաստ է գնալ խաղաղության, ոչ մի հարձակում, էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, կրակի դադարեցում, Սև ծովի ավազանում, գերիների ազատ արձակում։ Մոսկվայից արձագանքում են, պատրաստ են բանակցությունների, բայց իրենց պայմաններով։ Այդ շարքում ամենակարևորներից մեկն այն է, որ Ուկրաինայում չպետք է լինեն եվրոպացի խաղաղապահներ։ Երեկ ակնարկել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը։ Նրանք ասում են, որ պատրաստվում են զորք տեղակայել Ուկրաինայում եւ գիտեն, որ բոլոր այս ծրագրերն ի սկզբանե ընդունելի չեն մեզ համար, քանի որ դրանք այնուհանդերձ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքեր են։ Մոսկվան չի համաձայնի նաեւ ժամանակավոր հրադադարին, որը նա որակեց խելագար գաղափար։ Մենք երբեք այն չենք ընդունի, եւ նրանք հիանալի գիտեն դա։ Կընդունենք միայն վերջնական տարբերակը, երբ ստորագրենք։ Մինչ այդ ամեն ինչ շատ հեղեղուկ է, ասել է Ռուսաստանի դեսպանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ։ Նա 5-շաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնեն բանակցություններին։ 2018 թվականին Թրամփի օրոք Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից եւ սահմանափակումներ մտցրեց Թեհրանի նկատմամբ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին սկսել է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Իրանն էլ հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցություններից։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին քիչ առաջ վերահաստատել է, Իրանը չի վերսկսի Ամերիկայի հետ ուղիղ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ նախագահ Թրամփը կիրառում է իր մաքսիմում ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական կենտրոնը եթերում կլինի վաղը ժամը 16-ից հաջողություն։